Գյումրի երկու չի կրկնվի։ Հիշում եք, այս ձևի հայտարարություններ արեց իշխանությունը։ Հայտարարություն, որին համարյա ոչ ոք չարձագանքեց։ Հենց որ բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Եկեք այսօր մի կողմ թողնենք այս ինֆորմացիոն շումը, որ կա։ Այս որ կա, Ռուսաստանն էս ասեց, Նիկոլես պատասխանեց, այնտեղ մի խոսքով, այս ինչից հիմա ընդհանուր պրոպագանդան ձեզ զբաղացնում է, սրանից մի հատ ծրվեք։ Մի հատ ծրվում եք, սառը ջրով լվացում ու գնում ենք հիմա այն թե ինչ են մեր գլխին ուզում բերեն, ինչ ծուղակ են ասենց ասած լարել ժողովուրդ մեր նկատմամբ։ Իսկ այս թափդատողություն այդ ամեն ինչը ուզում են բացահայտել։ Ուրեմն հիմա մի բան ասեմ, ես երբեք Նիկոլին հիմար չեմ համարել։ Նրա արտաքին քաղաքականությունը դրած մի կողմ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ մանիպուլյատոր է, շատ լավ կարողանում է կառավարել ու շատ լավ հասկանում եմ, թե մեր ժողովրդի sense ասած են երակը ոնց է խփում, գզարկերակը էլի պուլսը։ Ու թե ինչ են ուզում անեն, որտեվ եթե ես ինքս լինեի իրենց sense ստրատեգների շարքում, որտեվ մարդիկ կան ում դեմքեր դուք նույնիսկ չեք ճանաչում, ու ովքեր մշակում են այս ստրատեգիաները, ազգային անվտանգության եւ տարբեր ստվերային այդ գազམ་ակերպությունների միջոցով, որտեվ իշխանությունը պահելը դա ամենակարևոր բանն է։ Երբ մարդ գալիս է իշխանության, հենց մյուս օրը մտածում է ոնց այդ իշխանությունը ավելի երկար պահի։ Դա ամբողջ աշխարհում այդպես։ Ուրեմն ինչ կանեի ես։ Առաջինը մեր հասարակությանը կվերլուծեի։ Ու հիմա վեր ենք լուծում մեր հասարակությանը, ու ամենակարևորը կենտրոնանում ենք մի զանգվածի վրա, որը մեծ զանգված է։ Դա կատարյալ այդ միամիտ, անգրագետ, պրիմիտիվ զանգվածն է մեր հասարակության մեջ, որը զուրկ է քրիտիկական մտածելակերպից, ստրատեգիական մտածելակերպից, վերլուծելու մտքից, բացարձակ։ Ինչ ասես կլցվի ուղեղի մեջ, էլի այդ զանգվածը, որ կարող է խափվի, առաջին իսկ խափեփայի կողմից են ֆինանսական բուրգերին հավատա, ինչին ասես, ինչ հիմարության ասես հավատա, էլի հեռախոսային մաշինիկը զանգի, բանկի քարտի տվյալները տա, այս զանգվածը, դա մեծ է։ Կա մյուս զանգվածը, որը կրկին անգրագետ է, բայց իրան թվում է, որ ինքը գրագետ է։ Այդ զանգվածը ես համարում եմ անգրագետ, տգետ գրագետներ, էլ ինտելիգենցիան, տգետ ինտելիգենցիա անվանենք։ Այն որ դանակ պատարակաղով չալաղաչ կուտեն ու բլինչիկ, ասենց ասած, հասկացաք ում հետ կուլտուրական բան ոնց։ Այդ զանգվածները իրար հետ դա մեծ զանգված է հասարակության մեջ։ Եթե ոչ 50%, բայց ավելի ցածր, դա ահռելի տոկոս է։ Ու հենց այդ զանգվածի վրա պետք է աշխատի հենց այդ ուղեղային կենտրոնը, որտեղ մյուս 50%-ի մեջ մտնում են մարդիկ, որոնք ընդհանրապես հավատ չունեն, նրանք լրիվ ուրիշ բաների են հավատում, նրանց մեջ կան հպատակներ, մի խոսքով արդեն շատ ծանր է նրանց հետ աշխատելը, ասում եմ։ Մարդիկ կան, որ հավատում են, որ կան ստվերային բաներ, տիրակալներ աշխարհի, որոնք որոշում են, թե ով կլինի վարչապետ, գցենք իշխանություն, Պուտինը ինչքան կկառավարի, Տրամպը երբ կնստի, Նիկոլը բանը կհանեն, կդնեն, մի խոսքով այսպես բանը, մի խոսքով այդ ձևի զանգվածներին թողնում ենք մի կողմ, կենտրոնանում ենք այս առաջի երկուսի վրա։ Տգետ ինտելիգենտների, մեկ էլ ուղեղից թույլ մարդկանց, ցենց ասած։ Տրամաբանությունից զուրկ։ Ու այդ մարդկանց ձայների համար ստեղծվել են հենց այդ 4 քաղաքական ուժ։ Դեմ են բոլորին, Գուրգեն Սիմոնյան, Արտակ Աֆրիկացի եւ Վարդան Ղուկասյան։ Հիմա Վարդան Ղուկասյանի կողքը մի հատ հարցական ենք դնում։ Այստեղ կան հարցեր, էլի, որ ես կվելուծեմ, դուք կհասկանաք։ Հիմա սկսենք առաջինը։ Այդ տգետ ինտելիգենցիան ում է համակրում։ Դե նրանք չեն համակրում ոչ Նիկոլ Փաշինյանին, դա ընդհանուր զանգվածը չի համակրում, իրանք էլ ընդհանուրի հետ եւ նախկիններին։ Դրա համար այդ մարդկանց համար պետք է նոր ուժ։ Եվ այդ ուժը նրանք տեսնում են, այդ գաղափարները տեսնում են դեմ են բոլորինի եւ Գուրգեն Սիմոնյանի մեջ։ Էդը, որ ասում են, Գյումրի 2 չի կրկնվի։ Գյումրի 2-ը եղավ դա մի տարի առաջ Գյումրին, էլի այդ ընտրությունները, այս ժամանակներն են։ Հիմա եկեք առաջինը։ Այս երևույթի նկարը, հիմա նայեք, այս երևույթին։ Ո՞վ է ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Անուն ազգանունն է չեմ հիշում։ Տեսեք, դուրս եմ գրել, որ ասեմ ով է։ Ահա, ոնց որ ես չի որ ես ամեն ինչ գիտեմ։ Միքայել Նահապետյան։
Անհայտ բնությանը կենթանի, բայց մարդը հիմնել է այդ դեմ են բոլորին շարժումը։ Բայց հետաքրքիր է, որ այս բանը Միքայել Նահապետյան, չէ՞ ճիշտ ասեցի, հա, Միքայել Նահապետյանը եղել է Ավինյանի օգնականն է, ասենց ասած, Ավինյանի թիմում իշխանության մաս, բայց միշտ եղել է վարակուրից այն կողմ։ Նրան դուք չեք տեսել, ինչպես տեսել եք նույն Ավինյանին կամ նրա կողքի կանգնած մարդկանց։ Երբ Ավինյանը եղել է իշխանությունում կամ բանում են այդ Անիֆի այդ ժամանակները, նա եղել է նրա թիմում։ Պարզապես չենք տեսել։ Ու հիմա ինչն ամենահետաքրքիրը, այստեղ են ասում «Դիավոլ կրոյցև դիտալях», ռուսերեն լավ բառ է։ Երբ մենք իմացանք դեմ են բոլորին շարժման մասին։ Այս տարի հունվարի 19-ին։ Ու ով նրան բացահայտեց հայ հասարակությանը, Վարդան Հակոբյանը։ Ում ես անվանում եմ խեռախորոբ, դավաճան, ժողովրդի գաղափարների դավաճան ավելի շուտ, որ նա մարդկանց խափում է եւ ծառայում է համակարգին։ Համակարգի կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։ Դուք բոլորը գիտեք Բևերը որտեղից դուրս եկավ, դրա մասին շատ կան բացահայտումներ ու բան։ Մի խոսքով, մարդ, որ աճեցվեց հենց այդ ստվերային իշխանության այդ թևերի կողմից, որոնք երբեք իշխանության անունից չեն խոսում, բայց իշխանության ստացած այդ նույն գրանտները ծախսում են ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ Ինչպես եւ բանը, մի հոգի էլ կա, այդ նույն կատեգորիայից մի քանի հոգի կան, այդ մի հոգին էլ բանն է, այն ինչ էր անունը, այն գլամուրն են Գագիկ Թադևոսյան եւ Լենդրուշ, մարդիկ ու էլի կան այնտեղ քաղաքագետ կա մի հոգի անունը Էդվարդ կարծեմ Անտինյան, թե ինչ, այդ ձևի կան մի խոսքով, բայց այն որ մի տեսակ մարդկանց զանգվածին ավելի հետաքրքիր աճեցին, սրանք էին այդ միջոցների օգնությամբ։ Հիմա լավ, եկեք նայենք, ոնց ձևավորվեց դեմ են բոլորին շարժումը։ Հունվարի 19-ին հասարակությունը ծանոթացավ Վարդան Հակոբյանի հետ եթերում, 12 օր հետո մարդիկ գրանցեցին կուսակցություն, մարտի 1-ին, 2026 թվականին։ Հունվարի 19-ից մինչև փետրվարի 1, 12 օր։ Արզա, այսենց արագ հապճեպ գրանցումը, դա առանց աջակցության իշխանությունների կողմից չէ լինի պետական ռեգիստրը, որտեղ կուսակցություն գրանցելուն պետք է լինի ստորագրահավաք, անձնագրեր, ինչ որ կուսակցություն, այդ ամբողջ այդ բյուրոկրատիան պետք է շատ արագ անցնեն, ստուգեն, ընդունեն, ժամանակ այդ ամեն ինչ, էլի։ Մարդիկ պետք է համաժողովներ անցկացնեն, ինչ որ սրահներ վարձեն, լրատվականով, ասենց որոշ լրատվամիջոցներով հեռարձակվի, բան, կամ թեկուզ համացանցի ինտերնետում բանում, որ ասեն, տես, սա կուսակցությունն այնտեղ։ Բան չի, էլի, անհաձեռներես չի, 12 օր։ Ու հիմա իրանց շարքերը սկսեցին ներառել որոշ մարդկանց, ամենայս րոպեին մեդինի մարդը դա Հայկ Մանասյանն է, որ գնաց նրանց դաշտ, տեղափոխվեց, որ նա ինքը միայնակ ավելի մեծ ուժ էր իրանց ներկայացնում, քան թե ամբողջ այդ բան, էլի, բալագանը, ասենց ասած, դեմ են բոլորին, որ պարզապես մարդիկ խափվեն, դեմ են, էդ էլ աշխատի, էլի, դեմ են, բա բոլորին դեմ են, ես ուրեմն սա է իմը։ Որտեղ մոտ մի ահռելի զանգված դեմա բոլորին, բայց որ չհասկանա, որ սա կուսակցություն է, այլ ոչ թե իսկապես դեմ, ինչպես անցյալում եղել է, թերթիկների տակ եղել է, դեմ են բոլորին այդ շկալան, էլի, այդ տողը։ Այ սա էր մեկը, թե ոնց աճեց, ու ինչու եմ ես միշտ, ես վերջին ժամանակները արդեն կոշտ արձագանքում հենց գնահատական տալիս Վարդան Հակոբյանին եւ այդ դավադիրներին, որոնք աշխատում են իշխանությանը, թեկուզ եւ քալանգում են, բայց այդպես էլ պետք է լինի, որ ժողովուրդը հավատա։ Բա պետք է Նիկոլի գլուխը շոյային ասեն, մենք հականիկոլական ենք, բարձավոչ։ Դրա համար եմ ես քաղաքական գործիչներին համարում ինձ համար պեդոֆիլներից հետո երկրորդ հորիզոնականը, որտեղ նրանք պատրաստ են ամեն ինչի, ամեն այլասարվածության։ Հիմա մյուսը, Գուրգեն Սիմոնյան, եւս մարդ, ով հրապուրված է այդ անգրագետ ինտելիգենցիան, որոնք պարզապես անգրագետ են։ Նրանք լսել են մի քանի բան, այն էլ որ պետքա լսեին, այն որ ծրագրավորվել էր, որ դուք լսեք ու այդ ձև մտածեք, ղեկավարվող ամբողջ։ Մարդ, որ եկեք հիմա մի բան ասեմ, հիմա դուք շատերդ կասեք, Կոստյա, դու Արտուր Համբարձումյանին ես համակրում, աջակցում, սենց ասած, նրա մեջ ես տեսնում ամենը
պարկեշտ գործչին նայել ա եղել մնացածի պես Նիկոլի թիմում ցենց ասած այդ շարժման մեջ նրանց հետ առնչություն ունեցել այո համաձայն եմ նրանք այս երեքն էլ ինչպես եւ այդ բանը Գուրգեն Սիմոնյանը այստեղ էլ ինչ էր անունը Միքայել Նահապետյան եւ Արտուր Համբարձումյան բայց հետաքրքիրը նա է ժողովուրդ որ հանրային առաջին Արտուր Համբարձումյանին չեն կանչում հանրային ալիքներում նա տեղ չունի նա տեղին քննադատում է լիովին տեղին իսկ Պետրոսի մոտ հյուրա գնում ով ու այդ իշխանական այդ լրատվականներում շատ մեծ տեղ ունի ով հենց այս նույն մարդիկ քանի անգամ Արտուր Համբարձումյանը եղել խերախորոբ դիրիժորի եթերում քանի անգամ Համբարձումյան Արտուրը եթեր օրինակ նրա այդ իր մոտ հրավիրել չգիտեմ բանը Գագիկ Թադևոսյանը կամ այն Լենդրուշը 0 անգամներ 0 իսկ ինչու իսկ պարզ այս մյուս ուժերը նրանց մոտ մշտական հյուրերից են պատվավոր ինչպես եւ Գուրգեն Սիմոնյանը այդ թե ոնց են ղեկավարում ոնց ես կղեկավարեի ձեզ եթե լինեի իրենց ուղեղի կենտրոնում ունենայ ֆինանսավոր միլիոնավոր դոլարների ռեսուրս այս ամեն ինչը թե խելքի բերելու Գուրգեն Սիմոնյանը հիմա ես դիմում եմ Գուրգեն Սիմոնյանի համակիրներին երևի դեմ եմ բոլորին շարժում արդեն դες պարզ եղավ նույնիսկ 12 օր Գուրգեն Սիմոնյան մարդ որ ներկայանում է որպես գիտնական գիտությունների տեխնացու որ այդպես իրեն շեփորահարում են նրա կոչումը բոլոր լրագրողները իշխանամետ այնտեղ Պետրոս լինի ով լինի հիմա ալիքները չթվարկեմ էլի բայց մարդ որ գիտության մեջ էլ մի բառ չի ասել էլի հասկանում եք չկա Իլոն Մասկին չեն ներկայացնում կամ ուրիշ ինչ որ մի գիտնականի ասեմ հիմա հենց այդ բան Ցուկերբերգին կամ այն բանը Բիլ Գեյթսին երբեք այդ ձև չեն ներկայացնում գիտությունների տեխնացու բայց մեր մոտ մի հատ խլանքոտ գիտությունների տեխնացու մյուսը մարդ որ գիտականորեն անգրագիտություն է տարածում իբր ինքը մարդկանց ավելի մակարդակն է բարձրացնում բայց հակառակը տարածում է անգրագիտություն զբաղվում է պատմական սպեկուլյացիաներով երբ որ բացեք կարդացեք դա իրականում զարգացած մարդկացի դու չես կարող քննարկես պատմության ինչ որ մի բան որ տեղի չի ունեցել Կիկոսի մահը տեսեք Կիկոսը չէր ծնվել որ մեռավ բայց մեր հայ ազգը ողջ էր կապում հիմա ինքը նույն Կիկոսի այդ գաղափարը կենթանացում ու մարդկանց մոտ բաներ աճացում այ որ եթե Լենին Քեմալը չլիներ հիմա մենք բայց ինչ գիտես դու ինչ գիտես ինչ կլիներ որ չի եղել պատմությունը ունի պատմաբանությունը ունի օրենք ասում բան история не терпит сослагательного наклонения որտեվ եթե դու թեքվեցիր այդ արդեն դառնում է սպեկուլյացիա բացեք կարդացեք դա կա դա օրենք է ու որով չեն զբաղվում նորմալ երկրներում իշխանությունները մենակ դեղին պրեսան կամ ինչ որ մի քանի ապուշներ իսկ մեր մոտ դրանով ժողովրդի ուղեղ են լցնում մյուսը երբ Գուրգեն Սիմոնյանին ինձ քննադատող բան էլի որ ինքը մի օր հայտարարեց որ Կարեն Արայանը դիպլոմ չունի պետք է իշխանության համար կառավարության դիպլոմներ ունեցող ինչ որ կառավարական այդ կրթություն ունեցող մարդիկ կան իշխանության մեկը ասեր այստեղ այ լատիրակ Իոսիֆ Ստալինը դիպլոմ է ունեցել իհարկե ոչ նա նույնիսկ միջնակարգ կրթություն չի ստացել նույնն էլ Հիտլերին եկե բերենք օրինակ գիտեք պատմության մեջ օրինակները շատ են ամբողջ նացիստական Գերմանիայի վերնախավը միջնակարգ կրթությամբ ա եղել վերցնենք բանին Ուրուգվայի այդ նախագահը որ կար Խոսե Մոխիկա ընդհանրապես բարձրագույն կրթություն չի ունեցել բանտերում է կյանքը անցկացրել հասկանում եք բայց մարդու մասին ավեստա ֆիլմեր են նկարվում դոկումենտալ տարբեր հաղորդումներ մարդ որ շատ քաղաքական գործիչների համար դա ոնց որ էտալոն է դարձել էլի շատ ռոպագանդիստների համար նրա կերպարը բայց այդ կերպարը ինքը եղել է ինչպես եւ վերցնենք բանին Ռոնալդ Ռեյգանին Միացյալ Նահանգների նախագահ հռչակավոր նախագահներից մեկը եղել է դերասան վեստերների դերասան նա չի եղել քաղաքակետ իսկ այս Գուրգեն Սիմոնյան այս կարգես լացիրակը ընկած այդ անգրագետ տգետ ինտելիգենցիային ասում է որ ինքը պետք է որտեղ ինքը գիտությունների տեխնացու է
Էզևի մարդիկ անճարեղ քաղաքական գործիչները հենց քաղաքական դաշտից դուրս չեն գալիս։ Ինչպես եւ Մարգարետ Թետչերը, ինչպես եւ բանը Միացյալ Գերմանիայի վարչապետը կինը հիմա ազգանունը մոռացա։ Ինչպես եւ Գրեյս Կելին, դերասանուհի, որ փրկեց Մոնակոն Դեգոլից։ Այդ քաղաքական այդ ճկուն այդ մեքենան աշխատացրեց PR-ի եւ բանի եւ փրկեց Մոնակոն անեքսիայից։ Դենց որ Գուրգեն Սիմոնյանը պարզապես քաղաքական լաճիրակ է, որ ավելի շատ է կրթում անգրագետների, որոնց ֆոնին ինքը դառնա ավելի հրապուրիչ։ Եվ նրան ընդունող լրագրողներն էլ մեծամասնությունը անգրագետ են կամ պատվերով աշխատող լրագրողներ, որ գրված ցուցակով այդ գովքը անեն, թամադայի պես ներկայացնեն եւ կրկին անգրագետ տգետ զանգվածի ուղեղը լվանան։ Ու էլի հարց, որտեղ նրանք առաջինը հայտ եկան, կրկին հեռախորոփ դիրիժորի մոտ նրա մշտական հյուրերից էր։ Հենց որ այսենց եւ Պետրոսի դուք տեսեք ում լրատվականն է ում աճացնում, այստեղ է քրիտիկական մտածելակերպը, որ իսպար բացակայում է հիմա մեր մյուս զանգվածի մոտ, ովքեր համակրում են Արդակ Աֆրիկացուն, մեկ էլ խլեշած Պարապետին։ Անցնենք Արդակ Աֆրիկացուն։ Այսինքն դա ընդհանրապես աբսուրդի ժանրից է։ Նորմալ երկրում Արդակ Աֆրիկացի չէր ծնվի։ Ոնց որ այսօր Ռուսաստանում գա մի մարդ, որ հայտարարի ես գնալու եմ հետ բերեմ բան, Ալյասկան, վարձկանների միջոցով։ Իսկ վերջերս լսեցի այնտեղ են բանի մոտ նստած, ծերի ծանոթներից ուղարկեցին, ասի լսիր, հիացիր, մի հոգի էլ է։ Վիլիկա Արմենիա Արսեն ինչ որ պոդքաստ է վարում, հետը նստած է ինչ որ ադմիրալ, ծանոթ չեմ այդ մարդուն, ասենց ու երկուսով փորձում են զրույց են վարում բանի հետ, Արդակ Աֆրիկացու։ Արդակ Աֆրիկացին հայտարարում է, որ ինքը չի ճանաչում Ադրբեջան որպես պետություն։ Ու այս երկուսն էլ լռում էին, ինչպես եւ այդ ադմիրալը, այդ մարդուն, որ եթե դու չես ճանաչում Ադրբեջանին որպես պետություն, քո արտգործ նախարարը շփումը ո՞նց է ունենալու չճանաչված պետության իշխանությունների հետ։ Դու Ալիևի հետ հանդիպելու ես, թե չէ։ Դե ասել ես Ալիև չեմ ճանաչում։ Հասկանում եք, այսպիսի լուրջ բաներ չկան, նստած մի ժամ խոսում էին ինչ որ ուտոպիայից։ Կամ վարձկաններով գրավել Արցախը հետ բերել Նախիջևան կրկին։ Ու այս մարդիկ չեն հարցնում, ախր դու ո՞նց ես պատկերացնում պայքարես, պատերազմես ՆԱՏՕ-ի, Եվրոպայի համար մեկ հզոր բանակի, Թուրքիայի բանակի հետ։ Որտեվ համաձայն Շուշիի համաձայնագրի պատերազմ հայտարարես Ադրբեջանին, թեկուզ վարձկաններով, Թուրքիան պետք է գա միանա Ադրբեջանին։ Ու մենք ինչ պետք է անենք, այ նրանք էս են երկրորդ, որ պետք է նստենք, TikTok-ը միացնենք, դե TikTok-ն ու Telegram-ով նայենք, արա ոնց են բամբի տանում բաները այնտեղ։ Մենգի չաուրը պայթեց, գազամուղերը վառվում են, գցենք Բաքուն չկա, այս չկա, Բաքվի են 3 հացիրուն շենքերը տրակին։ Այ սա պետք է նստենք նայենք, թե վարձկանները ոնց են գրավում։ Ու ինձ ուզում եք ասեք, այդ զանգվածը հենց այդ զանգվածի համար չես դրա մտածված ես։ Ու մոտ աճեց կրկին Արդակ Աֆրիկացին, Գագիկ Թադևոսյանի մոտ։ Մարդի ուժեր ու քաղաքական այդ ուղղվածություն ունեցող բլոգերներ եւ գործիչներ, որոնք միայն քննադատել ռուսական կողմին։ Ռուսաստանի հայությանը վիրավորեին նամանավանդ նրա այդ գուսակցության փոխնախագահ Գագիկ Թադևոսյանը ռուսիկ ասելով։ Պատկերացնեք։ Այ այս ձևի թիմ, այս ձևի մարդիկ պետք է գան իշխանության։ Այսպես մարդիկ ձայն պետք է փախնեն կրկին Նիկոլի համար։ Որտեվ մարդը նրանց մոտ գործը տնային կալանքում նստած քաղաքական ուժ է ձևավորում, էս անում, հետո դատարանը իրան ազատ է արձակում, մի քիչ տարօրինակ չի թվում ձեզ։ Նամանավանդ իմանալով, որ Հայաստանում չկա արդար դատական համակարգ։ Տեսանք այն երեխին ինչ օրը գցեցին։ Այն եկեղեցու դեպքից հետո։ Իսկ Արդակ Աֆրիկացուն ազատ արձակեցին։ Նենց որ այս ամեն ինչը մտորելու տեղիք է տալիս, թե ինչ էր ասում իշխանությունը, երբ ասում էր Գյումրի 2 չի լինի։ Իսկապես չի կրկնվի։ Այս մարդիկ աշխատում են իրանց համար։ Ու հետաքրքիրը նա է, որ այսպես չեն վերլուծում ոչ քոչարյանականները, ոչ դաշնակները ու ոչ ոք, ոչ էլ բաները։ Ինչ էր անունը։ Տաշիրականները։ Հիմա մյուս ամենահետաքրքիրը մեր ամենայն հայոց խլեշի Սվարապետը։ Մարդ ու օգնությամբ եկեք ազնիվ լինենք, բանը եկավ իշխանության, Ավինյանը։
Ու հիմա եկեք մի բան հաշվի առնենք, հայհոյանքները թողնենք մի կողմ։ Ես էլի եմ ասում, հայհոյելը դա նորմալ է, եթե դրա քաղաքական նպատակն է հաղթանակը։ Դուք տեսեք, այսօր Ավինյանը նստած է ի շնորհիվ Վարդան Ղուկասյանի։ Ես չընդունեցի Վարդանի այն բացատրությունը, եթե ես գնամ երկրորդ տուրին, սենց ասած, փուլին, էլի, ընտրությունների, ես կարող եմ այս ձայներն չունենամ։ Ես համոզված եմ, ինքը այդ քայլից հետո որ գնար այդ մյուս փուլին, այն աղջիկը բանը որոշ ուժեր դուրս էին մնում, ովքեր մինիմալ շեմը չէին հաղթահարել, նրանց ձայները հաստատ կգումարվեն Վարդան Ղուկասյանին այդ քայլից հետո։ Ու նրա բանակը ավելի կհզորանար։ Այդ քաղաքապետարանում նրա ձայների թիվը ավելի շատ կլիներ, եթե նա գնար երկրորդ տուրի։ Եկեք ազնիվ լինենք։ Այս մարդիկ իմ շատ հարազատներին ես էլ եմ ասել, աջակցեք այստեղ Վարդան Ղուկասյանին, տեսնենք ինչա լինում։ Երդվում եմ, ասում եմ, ով ինձ եղել է մոտիկ, խոսք են տվել ու շատ մոտիկ մարդիկ ու գնացել են իրան էլ ընտրել են։ Բայց տեսանք ինչ ստացվեց։ Լավ, այստեղ դնում ենք, որ Արտակ Գալստյանը դավաճանեց։ Դավաճանեց, բայց արդյունքը սա եղավ։ Ընտրվեց բանը Ավինյանը։ Այնա հետեր թող բանը գար, Հայկոն գար։ Կարող է Ավինյանը չներ։ Դու գնայր երկրորդ տուրին։ Այսենց եմ ես մտածում։ Մյուսը, իսկ ինչ երաշխիք, որ նույնը հիմա չի կրկնվի։ Տեսեք, այն ժամանակ Արտակ Գալստյանը կրկին փաստաբան, հիմա էլի Լևոն Բաղդասարյանն էլի փաստաբանների հետ է գործ բռնում։ Տեսեք, այն ժամանակ ժողովրդի մոտ հետո ինչ էր պատտվում Հայաստանում, որ իբր նրանց այդ որ Արտակ Գալստյանն էլ վիճվեցին իրար հետ, փողային կարարանքը, փողը վերցրել չէին ուղարկել, որ մի այդ գործարք հարցեր։ Մյուսը, ինչ գիտենք, որ այս ընտրությունների նույնը չլինի։ Թղթի վրա այսօր բանը դոկ ուսակցության նախագահը Անի Խուդավերջյանն է, ըստ օրենքով Հայաստանում նա է գրանցվել, նա է իր պասպորտը տարել, հասկանում եք, հեռակա տենց բան չի եղել։ Ու հնարավոր չի։ Ու բանն է, Լևոն Բաղդասարյանը շտաբի պետն է։ Այդ երկու մարդիկ պետքա որոշեն, այլ ոչ թե Վարդանը։ Այնտեղ տեղով մոմել դառնա, չի կարող ոչինչ փոխի։ Բանտում նստած։ Հենց որ այսպես կարելի է մտածել, թե ինչի համար աճեց Վարդան Ղուկասյանը դառավ, երբ պետք եղավ շատ հետաքրքիր մանիպուլացվեց։ Իսկ այն խոսակցությունները թողնենք մի կողմ, եթերներ, բաներ, էս ամեն ինչ։ Ու այստեղ կա, ես միգուցե Վարդանը գիտակցաբար չի ընկել նրանց ծուղակը, բայց այդ ծուղակը լարված է եղել հենց որոշ մարդկանց կողմից, ովքեր նրան ֆինանսավորել են, սկզբում աջակցել են, թաքուն ազգային անվտանգության կողմից, որ ինքն էլ չի հասկացել ու պատկերացրել, որ ինքը գտնվում է նրանց տիրապետության գոտում։ Ոնց որ այս սրանք բոլորը հարցեր են։ Հարցեր, որոնք կստանան ռացիոնալ պատասխան ընտրություններից հետո, 2 ամսից։ Հենց այս օրը։ Ամսի 8-ին էլի, արդեն կլինի հունիսի 8-ը։ Հենց որ սա է իմ կարծիքը, թե ինչեր ԿՊ-ն ասում, որ չի լինի Գյումրի 2, որտեղ համոզված եմ։ Ամեն մեկը 5% էլ տանեն, ասենց ասած, 5%, 4, դա արդեն զանգված է, դա արդեն տոկոս է։ Նամանավանդ մինիմալի շեմը 5-ից իջացրեցին 4%-ի, որ կարողանան բոլորը սրանք հաղթահարեն, բայց 4 ուժ իրար հետ մինիմալ 4% է տանեն, դա արդեն անում է 16%, որ կգումարվի նույն ԿՊ-ի ձայներին։ Այս է։ Դե հիմա կգրեք ձեր կարծիքները, ես կարդում եմ բոլորիդ էլ հիմարություն ու հայհոյան գրողները միանգամից արգելափակվում են։ Այսքան է ժողովուրդ ջան։ Առայժմ